ցանկացած հոգեբանական խնդրի կամ խանգարման հաղթահարման համար շատ կարևոր բաղադրիչ է հասկացումը, գիտակցումը, թե հանուն ինչի ես սա պետք է հաղթահարեմ։ Կարող է տարօրինակ է հնչում, հա, կարծես թե որտեվ եթե կա ինչ-որ խնդիր, հատկապես եթե խանգարում է որևէ տեսակի, ասենք, խուճապային խանգարում է, դեպրեսիվ խանգարում է, կարծես թե շատ տրամաբանական է, դե լավ չի, դա ինձ վատ է, ես վատ եմ զգում։ Դա խանգարում է ինձ այս կամ այն հարցում, հա, եւ բնականաբար շատ նորմալ է, որ ես իրան ուզենամ լուծել։ Իհարկե, բայց բանը նրանում է, որ այն ինչը տրամաբանական է եւ ընկալելի գիտակցության համար, դա կարա անհասկանալի եւ անորոշ լինի անգիտակցականի համար, այսինքն գիտակցությունից դուրս ընթացող կոգնիտիվ process-ների եւ մեխանիզմների համար։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք հստակ առաջին հերթին տրամաբանորեն սահմանել, տրամաբանության ֆորմալ տրամաբանության շրջանակներում սահմանել, թե հանուն ինչի ես պետք է այս խնդիրը հաղթահարեմ, որովհետեւ դրանում է թաքնված այն, թե որքանով դա մեզ կհաջողվի։ Ու այստեղ հանուն ինչին առաջին հերթին պետք է որ մեզ վերաբերվի, մեր անձին, մեր կյանքին, մեր ապագային։ Բնականաբար հարազատներ, հանրություն եւ գուցե նաեւ այլ ինչ-որ երևույթներ կամ օբյեկտներ կարող են նույնպես ներառված լինել իհարկե այդ հարցի պատասխանի մեջ, բայց առաջին հերթին անհրաժեշտ է որպեսզի դա բխի հենց մեր նաև պահանջմունքներից ու վերաբերվի մեզ, որպեսզի այն մոտիվացիոն ուժ ունենա։ Անկախ նրանից մենք ոնց կընկալենք էգոիզմը, լավ է թե վատ է, մենք ինչպիսի արժի համակարգ ունենանք ու կկիսենք, միևնույն է, էգոիզմը որպես էվոլյուցիայի ընթացքում ձևավորված գոյատևման բնազդի սոցիալական շերտ ինքը պայմանավորում է մեր մոտիվացիայի աստիճանը։ Հետևաբար, որքան որ մեր մաշկին մոտ է, որքան որ մեր կարիքներից եւ պահանջմունքներից է բխում այս կամ այն խնդիրը լուծել, այդքան մենք ավելի մոտիվացված ենք։ Բնականաբար սա ամենևին չի բացառում մարդու զոհականությունը, ալտրուիզմը, ուրիշներին օգնելը, ցանկանալ օգնելը, ապրումակցումը, բայց երբ որ խոսքը գնում է տևական, հետևողական ջանքերի մասին, ապա միանշանակ այստեղ անհրաժեշտ է որ դրանք բխեն մեր, անձնապես մեր կարիքներից, ցանկություններից եւ պահանջմունքներից։